Բարի օր, սիրելի աշակերտներ։ Այսօրվա մեր դասը ինտեգրում է բնագիտության առարկան և ԹԿՀԿ, կյանքի թվային ծածկագիրը, ժառանգականության քարտեզագրում և մոդելավորում։ Այդ ինտեգրումը ավելի տեսանելի և ավելի դինամիկ կդարձնի աշխարհացույց կրթական հարթակը, որի օգնությամբ մենք այսօր կաշխատենք միասին։ Այսօրվա մեր դասի նպատակն է զարգացնել ժառանգականության օրինաչափությունների և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կապի մասին գիտելիքները։ Դասի խնդիրներն են ձևավորել ալգորիթմական մտածողություն, կենսաբանական պրոցեսները C++ կոդի վերլուծելու միջոցով, զարգացնել տվյալների վերլուծության հմտություններ։ Մանիտից սկսենք Մենդելի ժամանակաշրջանը օգտագործել բանի աշխարհացույց հարթակի վրա, փորձենք ցույց տալ։ Նայեք 1822 թիվն ենք բացում, սա փակեմ, որ թիվը երևա։ Մենդելի գործունեությունը, սենց մի նրբություն ունենք մենք, քանի որ այս քարտեզը մեր քարտեզը չի, համաշխարհային պատմության էջի քարտեզն է, ես հիմա փորձելու եմ փակել բոլոր ուրեմն դիտարկումները այստեղ, որպեսզի մեզ հեշտ լինի աշխատել։ Եթե նկատեցիք, քարտեզից բարձր ջջվեցին այն ամենը, որ վերաբերվում էր համաշխարհային պատմությանը և մնաց միայն մեր Գրիգոր Մենդելի ուրեմն ժամանակաշրջանը։ Հիմա կխնդրեմ ձեզանից որևէ մեկը մոտենա քարտեզին։ Հիմա քարտեզի վրա փորձիր բացել, պինը սեղմել, սրա վրա սեղմել։ Հիմա այնտեղ նկարի վրա, այո։ Հիմա կարդա այն ինչ որ կա, որ բանով հերթականությամբ տար։ Գրեգոր Յոհան Մենդել, ավստրիացի բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիր։ Այս վանքում է կատարել ինքը իր ուրեմն հայտնագործությունները, սա վանքի ներսն է, С его именем сталкивались многие, не только учась в школе, но и в повседневной жизни. Его имя Грегор Мендель, известен он как отец современной генетики. Свои опыты Мендель проводил 8 лет и в 1863 году закончил свои исследования, использовав при этом десятки тысяч различных растений. Փորձենք հիմա, եթե Մենդելը հաշվել է ձեռքով, այդ նույն ժամանակ արդեն տեխնոլոգիան փորձել է կամաց-կամաց զարգանում է, սա Մենդելի ճանապարհորդությունն է, իր կյանքի կեսարության ուղին է, անցել է ուրեմն Վիեննա, այնտեղ Մենդելի համալսարանական կրթություն է նշել, ստացել է կրթություն, որից հետո վերադարձել Բեռնո եւ այնտեղ փաստորեն փորձել է իր օրենքները հայտնաբերել, փորձել է կատարել եւ իր օրինաչափությունները հենց հայտնաբերել է հիմնականում Բեռնոյում։ Լավ, հիմա ինչպես որ թվական է, 1833 թվականին արդեն Ադալևինցը, ով համարվում է աշխարհում առաջին կին ծրագրավորողը, ստեղծած առաջին ավտոմատացված հաշվիչ մեքենա, Ջորջ Բեյլիջի ստեղծած հաշվիչ մեքենայի նախագծի հիման վրա։ Այստեղ պատկերված է Ադալևինցը, առաջին կին ծրագրավորողը։ Հաջորդը ուրեմն գենետիկայում, հաջորդ մենք տեղափոխվենք ուրեմն 1866 թվական։ Մորգանը ծնվել է 1866 թվականին ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում, նա վաղ տարիքից հետաքրքրված էր բնագիտությամբ, իր դոկտորական աստիճանը ստացել է Ջոնս Հոփքինսի համալսարանում, սակայն նրա գիտական աստղային ժամը սկսվեց Կոլումբիայի համալսարանում Նյու Յորքում։
օրինաչափությունները եւ ժառանգման քրոմոսոմային տեսությունը հենց ստեղծեց այստեղ, հա։ Մենք այստեղ ունենք Թոմաս Մորգանի ճանճերի սենյակը նշված է այստեղ։ Լավ։ Հիմա բերեք սա կանենք այստեղ։ Շունչս կտրեց մինչև շարժվեց։ Հիմա կարող ես ուղղակի նկարները տանել ձեռքով կամ Մորգանի լաբորատորիան է, որտեղ աշխատել է Մորգանը։ Սա մեր հայտնի դրոզոֆիլ ճանճն է, որի վրա փորձերը կատարել են։ Արդեն սա մեր ստեղծած էջն է, որտեղ մենք վերնագրել ենք բնագիտություն եւ ինչն են ցույց տալիս այստեղ։ Նոր պիները ցույց են տալիս մեր նոր ժամանակաշրջանը, հա 1910 թվականից մինչև 2026 թվականը։ Լավ։ Գալիս ենք 1910 թվական։ Ծովից այն ազգույն ինչ-որ աստեղից վերցում, մի քիչ պինի վրայով կգնաս, ուժ տալ, երևի պետք է այդ մասը մի քիչ շատ նուրբ, եղավ գնացի, միջև հասել այդ պինը, մանկավաց Էվանուլյան, պինով գնաչ, ապրես, հիմա գնա Հնդկաստանի շուրջը, գծի, ահա այս տարածներում փաստորեն տարածված է մագաղաձև անեմիա հիվանդությունը, հիմա բացի պինը, այս մեկը կարող ես բացել, մյուսի վրա, սվարտնան պակենք, հաջորդը, եկեք ցույց տանք հաջորդը, նայ, ինչի հետ է կապված այս հիվանդությունը, ընդամենը մեկ գեն է փոխվում, հա, մեկ գենը, փաստորի գլուտամինաթթուն փոխարինվում է վալինով, ընդամենը մեկ գեն, ու այդ գենում միայն մեկ նուկլեոտիդ է փոխվում, ու ստացվում է, որ մարդը հիվանդանում է մանկագազև անեմիայով, այս անեմիա հիվանդությունը փաստորեն տարածված է եղել ավելի շուտ, դրա մասին Կենտրոնական Աֆրիկայում գիտեին, բայց արդեն դրա մասին խոսել են հետո, որպես հիվանդություն պաշտոնական ունի իր ուրեմն տարեթիվը, նայեք, մենք կարող ենք օգտվել QR կոդից և կարդալ այստեղ փաստորեն մագաղաձև անեմիայի մասին ամբողջ տեղեկությունը, եղավ, եկեք փակենք սա, հիմա փոքրիկ մի դիտում ունենք, կենտրոնը, որտեղ առաջին անգամ կատարել են ժառանգականության հիմնական տեսությունը եւ առաջին ծրագիրը, որը ներկայացվել է Սիմուլա, առաջին օբյեկտ կողմնորոշման լեզուն է, ներմուծել է դասերը, առաջին հասկացությունը, որ մենք անցնենք հենց ձեր թեմաներից կլասներ կամ դասեր եւ ժառանգում գաղափարները, հեղինակները Յոհան Դալը եւ Քրիստեն Նիգարն են։ Լավ, հաջորդը տեղափոխվում ենք ուրեմն, չնայած փաստորեն տեխնոբանի թվային գրագիտությունը, այսպես ասենք, ճիշտ եմ ասում ես, առաջացել է փաստորեն Եվրոպայում, բայց զարգացումը գտել է Ամերիկայում։ Տեղափոխվում ենք Ամերիկա եւ կարող ենք խարտեսնել շարժել, ուղղակի որ շարժն շատ արգոնում, դա համար չեմ ուզում։ Այստեղ պինը բացենք։
պատկերված է Smart Park կենտրոնը, հիմնական որտեղ մշակվել է Xerox Park ծրագիրը եւ կապվում է Ալանչերի հետ անունը, եւ ինքը համարվում է ժառանգականության տեսության նախավայրերից մեկը։ Փաստորեն երեխաներ, մենք գիտենք, որ ժառանգումը կա ՀԳՀԿ-ում, այո, անցել եք այդտեղից, անցել եք գենետիկայից, հիմա փորձենք խնդիրը լուծել եւ լուծել այն ինչի միջոցով։ Ծրագրավորման միջոցով։ Եթե առաջ Մենդելը հաշվում էր 1822 թվականից սկսած, այսօր կարելի է շատ հեշտ համակարգչի միջոցով խնդիրները լուծել եւ տեսնել մարդը հիվանդ է թե առողջ է։ Օգտվողի մուտքավերդը կոդը եւ մուտքավերված կոդը 424-ը լինի, ապա մեր համապատասխանն է GTG կոդին, իսկ եթե հակառակը լինի, որ անհայտ կոդ է։ Այսինքն պետք է հայտնաբերի մեր օրգանիզմում մուտացիա կա, թե ոչ։ Այստեղ էլ արդեն Սա դիագնոստիկ կենտրոններում են անում, եթե որևէ ուզում է իմանալ ինչպիսի հիվանդություն կա, ուրեմն սերնդում կարող է այդ հիվանդությունը արտահայտել, թե չարտահայտել, օգտագործում են փաստորեն նաև հիվանդությունները կամ սեռը իմանալու համար այդ կոդերը օգտագործում են։ Եկեք այստեղ ուրեմն մենք ամփոփման մեջ պետք է ասենք գենետիկական կոդ եւ ծրագրավորման կոդ, երեխաներ, ես պետք է տայի այս բաները դուք լրացնեք, սա տալու եմ տնայի աշխատանք, դուք ուշադիր եք լինում, որպեսզի կարողանաք լրացնել, լավ։ Պետք է ուսումնասիրել հիմա մենք հատուկ sense ասենք ինչ է գենետիկական կոդը, ինչ է ծրագրավորման կոդը։ Հիմա նայեք։ Այստեղ հատկանիշները տալիս է, հիմնական միավորը դա գենետիկական կոդում ուրեմն նուկլեոտիդներ է։ Իսկ ծրագրավորման կոդում ինչն է։ Ծրագրավորման կոդում բարերն են, քերբոցի եւ լեզվի կառուցվածքը, այստեղ ուրեմն եղյակներն են, կոդոնը, ասենք օրինակ ցիտոզինային նուկլեոտիդ, ադենինային կամ թիմինային նուկլեոտիդ։ Իսկ ծրագրավորման մեջ մենք օգտագործում ենք հրամաններ հասկացությունը, իսկ եթե սպաներ ենք հանդիպում, ասում են սինտաքսիսի սպալ կամ գանավանական սպալ։ Եվ վերջում ով է կոդը ստեղծել, մեր գենետիկական կոդը ստեղծել է բնությունը էվոլյուցիայի ընթացքում, իսկ ծրագրավորման կոդը մարդիկ ծրագրավորողները։ Հասկանալի է, այս աշխատանքը տանը պետք է դուք կատարեք, լրացնեք այն հարուսյակը, ինչով տրված է ձեզ։ Եվ այստեղ ձեր տնային աշխատանքն է։ Եղավ։ Լավ, եկեք փակին։ Ու վերադառնանք նորից մեր քարտեզին։ Այս քարտեզը մեր համար դժվարությունը ինչու՞մ է երեխաներ, որտեղ եթե աշխարհացություն կա հայ գրականությունից, որ կարող եք հեշտությամբ օգտագործել համաշխարհային պատմությունից, արվեստից, մենք չունեինք այս էջը։ Դրա համար փորձեցինք համատեղել երկու ժամանակաշրջանները, 160 տարվա մեջ փորձեցինք ճանապարհորդություն կատարել եւ վերջնական այս սկրինշոտի մեջ ցույց ենք տվել եւ Նորվեգիան, եւ Ամերիկան, ու նաեւ Աֆրիկան, Հնդկաստանը եւ Մերձավոր Արևելքը եւ ամենակարևորը գենետիկայի բնորանը։ Հիմա փորձենք տեսնենք, դուք ինչ հասկացաք այսօրվա դասից։ Ինչա։ Ինչ հասկացաք, որ գենետիկական կոդը եւ ծրագրավորման կոդը երկուսն են ինչ են անում։ Ժառանգումը սերնդից, նախնիներից փոխանցում են սերնդի։ Հիմա շատ հետաքրքիր մի հատ աշխատանք փորձել ձեզ տամ։ Ուզում եմ որ դուք սովորեք, որևէ մեկը գա քարտեզի մոտ։ Ով է ուզում քարտեզի մոտ գա։ Չեք ուզում։ Արի սովորիր։ Ուրեմն գտի 2026 թվականը, այստեղ մենք այսպիսի հնարավորություններ ունենք,
Սերմիկ մտքերի հետ։ Նաև այն ինչ որ մենք գրել ենք, նաև այստեղ պիները ցույց են տալիս, որը որն է, որ եթե սեղմեք ցանկացած պինի վրա, ուրեմն բացվելու է ժամանակաշրջանը եւ բացվելու է դրա մասին նյութը։ Մեկը սեղմի, որը ուզում ես։ Եվ մակաղաձև անիմիայի մասին նյութն է գրված, թվականն է նշված։ Հետո կարող եք արդեն նյութերը կարդալ, բայց հիմա այսպեսի մի առաջարկ, վերցնում ես այստեղից մի հատ կպչուն թերթիկ, վերցրու, տես որը կլինի։ Մի հատ է փոցիր։ Ամրուշը։ Բեր այստեղ, տեղափոխի որտեղ որ ուզում ես, մեր դասի մոտ կարող ես խորա։ Ոչ սովորում եք երեխան է։ Էդ չի։ Էդ մեկն մեկնաբան այստեղ է պիտի կերես, սպասի, մեկ ռոպե։ Սա բեր։ Տեղափոխիր։ Կապիտ մասում տեղափոխի, տեղափոխիր, իրականում սա այն սովորական բաների վրա, էկրաների վրա, որ մեր բան նկար, չէ, միրո ծրագրի մեջ է, որ դնում եք էլ չես շարժում, ստեղ ուղղակի շարժում է, այդ բանը դեր միևի չես լեցել, մենք դա պետք է հիշենք, որ գրեք այդ, որ անշարժ լինել, թե չէ խոսում եք հետո։ Հիմա փորձի գրել քո տպավորությունը, դասի վերաբերում։ Աշխարհացույցը քեզ ինչ տվեց, արագ ինչ անել, կողնորոշվել տրապեզի վրա։ Տարերը ճիշտ է։ Սա այդքան պետք է աշխատած լինի։